Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ճնշումները շարունակվում են։ Նրա հետ հանդիպումից հետո հայտարարել է պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Ճիշտն ասած, այսօրվա հրատապ-ասուլիսի թեման նաև այն էր, որ մենք զգում ենք, որ այնպիսի գործողություններ են կատարվում պետական պաշտոնատար անձանց կողմից, որոնք հաստատում են այն մտավախությունը, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ահաբեկչություն է նախապատրաստվում եւ սադրանք է նախապատրաստվում եւ նրա կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում։ Հակիրճ ասեմ, երբ Գևորգ Սաֆարյանին ձերբակալեցին, Գևորգ Սաֆարյանը ուներ այս մտավախությունը, որ արհեստական ստեղծված մեղադրանքը եւ առանց հիմնավորման կալանավորումը հանգեցնելու են մի բանի, որ քրեակատարողական հիմնարկում քրեատին տարերի ձեռքով նրա նկատմամբ բռնություններ, ահաբեկչություններ ընդհուպ մինչև կյանքից զրկելու փորձեր կարող են լինել եւ դրա համար մենք հենց սկզբից, եթե հիշում եք, մեծ մամուլով արձագանք մենք փորձում էինք ուշադրությունը հրավիրել պետական պատկան մարմինների այս խնդրի վրա եւ երբ որ կալանավորվեց Գևորգ Սաֆարյանը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ընկալել էր սա եւ նրան հատկացվեց առանձին խուց եւ նա առանձին խցում ապահով մի քանի օր այսպես մնաց, մի քանի օրից մոտ երևի 5-6 օրից հետո փաստորեն փոխվեցին դեպքերը եւ արդեն գիտեք մամուլում հրապարակվել էր, որ նրան տարան ընդհանուր խցից խուց տանելուց նա հացադուլ հայտարարեց, նրան տարան արդեն հացադուլավորների խուց եւ հացադուլավորների խցում արդեն պարզվեց, որ այդ խցում կար նաեւ 5-6 այլ հացադուլ հայտարարած անձիկ, որոնց մեջ կային քրեական հանցագործներ եւ որոնք արդեն 5 րոպեվա ընթացքում ճնշում էր գործադրվել Գևորգի նկատմամբ եւ վարչակազմը Գևորգին առանձնացրել էր առանձին պատժախուց որպես հացադուլ անողի։ Մենք սա ուրբաթ օրը ժամը երևի 4-ին 5-ին մի խոսքով հայտարարեցինք մամուլով եւ շաբաթ օրը երևի երեկոյան ժամը 7-ին 8-ի կողմերը պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է այցելել Գևորգ Սաֆարյանին եւ նա եղել է այդ ժամանակ այդ պատժախցում առանձին խցում որպես հացադուլ հայտարարած Գևորգ Սաֆարյանի բառերով հենց Զարուհի Փոստանջյանի հետ ավարտել են խոսակցությունը Զարուհի Փոստանջյանը երբ որ դուրս է եկել միանգամից իր խուց են բերել 3 կալանավորվածներ, այսինքն ավելի ճիշտ դատապարտյալներ, ովքեր արդեն դատապարտվել են, երկուսը սպանություն կատարելու համար, մեկը ավազակային հարձակում կատարելու համար։ Այսինքն առանձնապես ծանր հանցագործություններ կատարած եւ հանցագործությունների համար դատապարտված անձանց բերել են նրա խուց։ Դա արդեն եղել է երեկոյան ուշ եւ իրենք արդեն բաց տեքստով եւ Գևորգի համոզմամբ նրանք լավ նախապատրաստված են եղել, հրահանգավորված են եղել, թե ովքեր են, ով է այդտեղ եւ ինչպես պետք է նրա նկատմամբ վարվեն։ Անկամ ասում են, որ նրանք գնում էին խցի այդ դրան մոտ, հետո այլ ձևի կապերի միջոցով հրահանգավորվում էին նորից եւ ամբողջ գիշեր մի կերպ անցկացրել է Գևորգ Սաֆարյանը, առավոտյան ստիպված է եղել հացադուլը հայտարարել, որ ինքը հացադուլը դադարեցնում է, հակառակ դեպքում նա պետք է շարունակեր մնալ այդ խցում եւ արդեն այդ բռնությունները անխուսափելի են, որովհետեւ այդ քրեական հանցագործները բաց տեքստով իրենք հայտարարել են, որ մեզ համար ակտիվիստները կամ այն անձիկ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, դրանք հավասարազոր են ոստիկաններին եւ այդպիսի անձիկ չպետք է նույն խցում իր հետ մնան։